Պարոն վարչապետ, դուք երկաթուղու մասով ասացիք, որ որոշակի աշխատանքային քննարկումներ կան ռուսական կողմի հետ եւ ինչ որ ըմբռնում է ձևավորվում, ես կխնդրեի ասել, դա արդյոք նշանակում է, որ Երևանը պաշտոնապես առաջարկել է կառավարման փոփոխություն Ռուսաստանին, եթե ոչ այդ քննարկումները, եթե զուտ աշխատանքային բնույթ են կրում, պատրաստվում է արդյոք Երևանը նման առաջարկ անել Երևանին Մոսկվային պաշտոնապես եւ ըմբռնում արդյոք նշանակում է, որ Ռուսաստանը կան դրական ազդակներ, որ պատրաստ է կառավարման իրավունքը փոխանցել այլ երրորդ երկրի, ինչպես դուք եք ասել։ Գիտեք, մեր մոտեցումը գործընկերային է, եւ մենք խնդիր չունենք ֆորմալացնել անհրաժեշտից ավելի վաղ։ Մենք հիմա մեր գործընկերների հետ աշխատանքային գործընկերային քննարկում ենք անում եւ մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել, մեր խնդիրն է աշխատում ենք։ Որ իրենք պատրաստ են կառավարման փոխանցել երրորդ երկրի։ Ըմբռնումը թեմայի շուրջ է։ Հաջորդ հարցը կառավարության ազգային ժողովի հարցու պատասխանի ժամանակ կրկին խոսեցիք 26-ից հետո խորհրդարանում ուժերի դասավորության հնարավորությունից եւ պնդումներ եք անում, թե ովքեր կարող են լինել խորհրդարանում, ովքեր ոչ, եւ տպավորություն էր, որ դուք ինչ որ հարցումների կամ ինչ որ ինֆորմացիայի եք տիրապետում այդ հայտարարությունը անելիս, կխնդրեի հստակեցնեիք այդ պնդումները ինչպես եք անում։ Այո, ես տիրապետում եմ հարցումների եւ ինֆորմացիայի բնականաբար եւ առանց դրա չէի կարող նման բան հայտարարել։ Լավ է անում, որովհետեւ այդ հարցումները մենք մեր աշխատանքային նպատակներով ենք արել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար